Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր մի հազվադեպ ախտորոշվող, ոչ թե հազվադեպ հանդիպող, այլ հազվադեպ ախտորոշվող դեպքի մասին եմ ուզում խոսել։ Դա ճարպաբջջանքի բորբոքումն է, տվյալ դեպքում այսօր ինչ ներկայացնելու եմ, դա ենթամաշկային ճարպաբջջանքի բորբոքումն է։ Ուրեմն պացիենտը տվյալ դեպքում եկեք համելույսը անջատեմ, որ նկարը լավ ցույց տամ։ Սոնոգրաֆիկ։ Ուրեմն պատկերացնենք ինչ ենք տենում, ոնց ենք հասկանում։ Ուրեմն սոնոգրաֆիկ պատկերն է, խոշորացած, որտեղ այս մի կետից կետը մի սանտիմետր է, մակերեսային, այս դատչիկով ենք նայում, պորտից ներքև ճարպաբջջանքն է, ահա այս ամենը ճարպաբջջանքն է, այստեղ այսպես հաստ է թվում, բայց այդ այդքան բան չի, այս ռեգիոնում կարա լինի, եւ սա ծննդաբերությունից հետո է, մի քանի շաբաթ անց ծննդաբերությունից, ուրեմն այս սենց պետք է լինի ճարպաբջջանքը, հիմա, չգիտեմ, երևի սենց մոտեցնեմ, տեսնեք, այս սենց սև սպիտակ գծերով պիտի լինի ճարպաբջջանքը, սա մաչքն է, սա ճարպի վերջն է, այստեղ մկանային շերտն է, մկանից ներքև արդեն, այստեղ բարակ մկանային շերտն է, մկանից ներքև, այս արդեն որովայնի խոռոչն է, լավ չի երևում, բայց մենք էսի նայելու համար չենք նայում, էսի մենք նայում ենք այս սրա համար։ Պացիենտը ինչ ունի, որովայնի ստորին որովայնային շրջանում, պորտից ներքև, ունի ցավեր։ Ինչ պրոբլեմ կարա լինի, երբ որ մակերեսային շոշափում ես, որովայնը, չես սխմում, էլի մակերեսային շոշափելուց խիստ ցավոտություն, անբնական ցավոտություն է նշում։ Այսի լուրջ հարցեր առաջացնում, խի պետք է այտենց անբնական ուժգին ցավը ընդամենը որովայնին կպնելը, ընդամենը մաշկին մի թեթև հպվելը։ Նման դեպքեր լինում է, այսօր դրա մասին չեմ խոսա, թե դա ինչպիսի տարբերակի ախտորոշում պիտի իրականացնես այդ դեպքում։ Համենայն դեպս այս դեպքում բնականաբար հաջորդ քայլը որն է, որ ասма ցավում է, մի թեթև կպնում ես, տեսնում ես ցավում է, սոնոգրաֆիկ նայում ես եւ տեսնում ես, որ ահա այն ինչ պիտի լինի այսպես, մոտեցնեմ, սրա փոխարեն տեսնում ես ահա տես սպիտակում է ճարպը, էխոգենությունը բարձրանում է ճարպի։ Այս սրանից ներքև հլը մի նայեք, այս ինչ որ տեսնում եք, եսի բորբոքված ճարպ է, սա նորմալ ճարպ է, ստեղից սկսում է բորբոքվել ճարպը, գալիս է ստեղ էլի նորմալ ճարպ է։ Ենթադրում եմ, որ հղիության ժամանակ որովայնը չափերով մեծանում է, լարվածություն է առաջանում որովայնում, որը որոշակի չափով գրգռում է թե մկանները, թե ջլերը, միգուցե նաև ճարպաբջջանքը։ Ընդհանրապես ճարպի բորբոքում, եթե ունենում ենք ենթամաշկային, պետք է բավականին լայն ցուցակ հիվանդությունների բացառենք, մասնավորապես հիմնական մասը այդ հիվանդությունները ռևմատոլոգիայում են, ռևմատիկ հիվանդությունների մեջ են։ Բայց ռևմատոլոգիան ունի իր սիմպտոմներ, այստեղ մեր պացիենտը ռևմատոլոգիական սիմպտոմներ չուներ։ Եթե ռևմատոլոգիական սիմպտոմներ չկան, ուրեմն ընդամենը հսկում ենք, կարող ենք մի թեթև ցավազրկող տալ, այս դեպքում ոչինչ էլ չենք տվել, ուղղակի դինամիկ հսկողություն կանենք, մի հատ գնայինք, ոնց է իրան պահում այս ցավը։ Ուղղակի ինչի համար եմ ուզում ասեմ, շատ հաճախ հանդիպում է, հատկապես չաղ մարդկանց մոտ, գեր մարդկանց մոտ։ Հաճախ հանդիպում է պորտից ներքև, միջև, ցայլքը, ընկած հատվածը, պորտից ներքև, միջև ցայլքը։ Երևի շատերը կհամաձայնեք, որ այդտեղ ճարպը ամենաշատը տեղ է կուտակվում, որովայնի վրա։ Որովայնի վրա ամենաշատը ճարպը կուտակվում է այդ հատվածում։ Եվ ճարպը ընդհանրապես ճարպաբջջանքը ինքը վատ անոթավորում ունի։ Այսինքն այնտեղ անոթավորումը բավականին վատ է։ Հերիք չի վատ անոթավորում ունի, ինչքան ճարպը ավելի ու ավելի է կուտակվում մաշկի տակ, ու հատկապես այս շրջանում, այնքան այդ անոթավորումը ավելի վատ է։ Թեև ճարպաբջջանքը առանձնակի թթվածին չի օգտագործում, թեև ճարպաբջջանքում առանձնակի ինչ-որ ֆունկցիաներ, գործողություններ չկան, այսինքն ճարպաբջջանքը երևի թե ամենաքիչ թթվածին օգտագործող հյուսվածքներից է։
Բայց այնուամենայնիվ այդ հատվածում, որովայնի ներքևի հատվածում, պորտից ներքև, հաճախ շոշափելիս կարաք զգաք ցավ։ Եվ դա այս պանիկուլիտն է։ Այսինքն ինքը հաճախ է հանդիպում, բայց քիչ է դիագնոզում, որտեղ ոչ ոքի մտքով չի անցնում կամ շատ քչերի մտքով է անցնում, որ միգուցե այստեղ մաշկի տակի ճարպն է ցավի պատճառը, ոչ թե խորքում եղած գինեկոլոգիական օրգանները կամ աղիները կամ չգիտեմ ինչ որ այլ ստրուկտուրաներ։ Քիչ է բժիշկների եւ հատկապես պացիենտների մտքով անցնում, որ այդտեղ խնդրեմը ճարպն է։ Բա ո՞նց են պարզաբանում։ Հիմա նայեք, մի տարբերակը օրինակ, ահա, ես արդեն լույսը միացրել եմ, այս ճարպը, որ տեսնում ենք, որ ահա այսպիսի ուրեմն էխոգենությունը փոխվում է։ Սա մի տարբերակ։ Մյուս տարբերակը ինչ ենք անում։ Հիմա ձեռքիս վրա ցույց կտամ, հա դա։ Ոնց ասած, էսի ենթադրենք մաշկն է։ Հիմա, եթե սենց սխվում ես ցավում, ինչ իմանաս այդ զոնայում, ներքևը կոնքի օրգաններն են, թե չէ։ Մի հատ այսպես սխմի, կճմտի։ Կճմտելուց կոնքի օրգանները, ներքին օրգանները չես կճմտում, չէ՞։ Մաշկն ես սկսում, դու ու ճարպը։ Եթե դա սաստիկ ցավոտ է, այդ մի թեթև այսպես մատերի մեջ վերցնելը, հա, ճարպաբջջանքը։ Եթե դա սաստիկ ցավոտ, ուրեմն խնդրեմ, հենց ցավը գալիս է ճարպաբջջանքից։ Կոչվում է պանիկուլիտ, տվյալ դեպքում ենթամաշկային ճարպաբջջանքի պանիկուլիտ, որ ասեմ այտենց հստակ բուժական պրոտոկոլներ կան, չէ, չկա։ Լինում է նաև ներվորովայնային ճարպի բորբոքում պանիկուլիտ։ Եվ այստեղ sense հետաքրքիր բան կա, կարա պանիկուլիտ լինի, այսինքն ճարպի բորբոքում լինի, սոնոգրաֆիկ ոչինչ չտենաս։ Կարա պանիկուլիտ լինի, այս կարա ցավեր լինի, բայց սոնոգրաֆիկ ոչինչ չտենաս, եւ կարա ստենաս սոնոգրաֆիկ, բայց պացիենտը ցավ առանձնակի չնշի։ Հատկապես sense բան կարա լինի կոմպյուտերնի տոմոգրաֆիայի ժամանակ ու ավելի հաճախ հանդիպում, երբ որ որովայնի ներսի ճարպն է բորբոքվում։ Կոմպյուտերնի տոմոգրաֆիան տեսնում է, որ որովայնի ներսի ճարպը բորբոքված է, բայց պացիենտը ցավ չի նշում, պատահական հայտնագործվում է ուրիշ հարցի կապակցությամբ առանց հետազոտություններով։ Այսինքն մի խոսքով այս ամեն ինչը մի քիչ նախ վտանգավոր չի, եթե ռևմատոլոգիական սիմպտոմի ենթամաշկային ճարպաբջջանքի բորբոքում չի ռևմատոլոգիայի պատճառով, հիմնականում վտանգավոր չի։ Հիմնականում ինքնասահմանափակող է։ Միգուցե ցավազրկողներով կամ հակաբորբոքիչներով այս հարցը հեշտությամբ սահմանափակվի գնա։ Բուժելու արժանի մի քանի դեպք եմ ունեցել ես իմ կյանքում, որ այնքան որ դեղ եմ նշանակել։ Բուժելու արժանի մի քանի դեպք եմ տեսել։ Այդ բուժումը իրականացրել եմ իմպրովիզացիայի եղանակով, ինչա նշանակում իմպրովիզացիա, այդ պահին մտքովդ ինչ անցնում, ինչ կարաս ստեղծագործես, ինչ ես հարմար գտնում, որովհետև հստակ պրոտոկոլային բուժում չկա, ենթամաշկային պանիկուլիտի համար էսեց դեղեր եմ սանում։ Ընդհանուր սիմպտոմատիկ երբեմն այդպես պաթոգենետիկ բուժում ես անում։ Բայց ախտորոշման համար ինքը շատ կարևոր է, որովհետև շատ դեպքերում ցավերը կարան կապված լինեն այդ պանիկուլիտի հետ, բայց դա չհասկանան ոչ պացիենտները, ոնց իրանց հետազոտող բժիշկները ու անիմաստ անթիվ անհամար երկար բարակ ստուգումներ անեն, այնինչ կարելի է ընդամենը հասկանալ, որ ընդամենը մաշկին կպնելուց եթե ցավ է լինում, դա այտենց չպետք է լինի, դա անբնական է, ընդամենը այսպես մակերեսային շոշափելուց ցավ չպետք է լինի։ Երբեմն այդ ցավը գերզգայունություն է լինում, նյարդաբանական խնդիրներ, երբեմն այդ ցավը հոգեբանական խնդիրների պատճառով է լինում, որ կպնում ես արդեն ահ գոռում է, թեթև կպնում ես մաշկին ինքը տենց ահ բան, դա տես չպետք է լինի, տենց իրական ցավ չի լինում։ Ահա երբ որ այդ տեսակ ցավ է լինում, դիագնոզներից մեկը պետք է դիտարկել եւ ամենահաճախը պետք է դիտատել պանիկուլիտ, այսինքն ենթամաշկային ճարպաբջջանքի բորբոքում, եթե այդ ցավը որովայնի վրա է հատկապես միջին գծով, հիմնականում միջին գծով ալնում, եթե տրավմա չի, եթե տրավմա է, կարա արդեն տրավմա վնասվածքի տեղում լինի։ Հատկապես լինում է այս թրաձև ելունի տակ, որովայնի ստամոքսի շրջանում լոկալ լինում է տենց բան, պանիկուլիտ, շատ ավելի հաճախ, որը բուժում չի պահանջում, լինում է գեր մարդկանց մոտ հիպոգաստրալ շրջանում, այսինքն պորտից ներև էլի միջին գծով կամ մի քիչ աչուձախ տարածված։ Մի խոսքով այսքանը իմացեք, sense բան կա, իմացեք, որ ճարպը երբեմն նույնպես բորբոքվում է,
եւ իմացեք, որ ախտորոշման ժամանակ սա պետք է հաշվի առնել։ Թերևս այսքան, այստեղ հարց են տվել, չեմ ուզում։ Հարցը կարդամ պատասխանեմ։ Ես հետազոտվել եմ, շլանքուլ տվել, այսինքն գաստրոսկոպիա արվել, ասացին ստամոքսը բորբոքված է, ստամոքսի վրա գրիժա կա, դեղեր նշանակին բորբոքման համար, բայց հետո էլի իմ մոտ նույն վիճակն է, կերածս բերանս կուքա, այսինքն ռեգուրգիտացիա կա կամ ռումինացիա, դա կախված է, պետք է բարձաբանել հələ, բայց մեկ է լավ, ռեգուրգիտացիա կամ ռումինացիա։ Նույն, հա, կուքա, մխա ստամոքսս ինչ անեմ։ Օպա, այստեղ ամենակարևորը սենց ոտի վրա հեռակա խոսալուց ամենակարևոր հետևյալը, դուք խմում եք դեղեր այդ պահին, օմեպրազոլ, նոլպազա, չգիտեմ, էզոմեպրազոլ, երբ որ դեղ եք խմում, ասենք 10 օր, 15 օր, 20 օր, էլի նույն վիճակն է, թե չէ։ Եթե դուք խմում եք օմեպրազոլ, այսինքն թթվայնությունը գցող դեղեր 10-15 օր, ու էլի նույն վիճակն է, այդ դեպքում պետք է առաջի հերթին մտածել նեյրոգաստրոենտերոլոգիայի մասին։ Այսինքն գործ ունենք մարսողական համակարգի գերզգայունության եւ մոտորիկայի խանգարման հետ։ Եթե դեղերի վրա այդ ամեն ինչը անցնում, ուրեմն գրիժան է պատճառը, այսպես ասած, ու ինչ պետք է անել, գրիժայի հիմնական բուժումը վիրահատությունն է կամ, եթե հրաժարվում եք վիրահատությունից, ապա տևական ժամանակ դեղերի օգտագործում տարբեր դոզաներով, տարբեր սննդային ռեժիմի հետևելով, օրինակ 8 ժամի հաշ չուտել, յուղոտ սնունդ չօգտագործել, խանութներից սոուսներ չօգտագործել, գործարանային սոուսներ չօգտագործել, որտեղ երբեմն սոուսների մեջ այնպիսի քիմիական տարրեր կան, որոնք ստամոքսը հասկանում է, որ լավը չեն։ Պետքա դրանց հետ ուղարկի, չի ուղարկում ներքև։ Մի խոսքով ընդհանուր գծերով էսպես, իսկ ավելի մանրամասը դիմեք տեղամասային թերապևտին, մանրամասները կասի։ Մի խոսքով օմեպրազոլ 15 օր, օրը 2 անգամ։ Եթե դրա վրա ամեն ինչ անցնում է, всё նշանակում է գրիժան է խնդրեմը։ Պետքա լուծել։ Ոնց դա արդեն ուրիշ հարց է։ Եթե չի անցնում այդ 15 օրվա ընթացքում, ոչ թե դրանից հետո, ոչ թե դեղերից հետո, այլ դեղերի վրա, եթե չի անցնում, այդ դեպքում պետքա մտածել նեյրոգաստրոենտերոլոգիայի մասին։ Դերևս էս առաջին հերթին կարող է այլ խնդիրներ լինեն, բայց այդ մնացածը արդեն այսպես on-line կոնսուլտացիայի ֆորմատում չի, արդեն պետքա լուրջ աշխատանք արվի, դիմեք տեղամասային թերապևտին, մնացածը նրանք կազմակերպեն։ Ջերմ բարևներս իմ ընկեր գաստրոենտերոլոգներին, տենում եմ, որ իրանք թեմայի մեջ կան, ձեզ ցավը տանեն, ես ձեզնից շնորհակալ եմ։ Մի խոսքով շնորհակալ եմ։ Ջերմ բարևներս, թերևս այսքանը։ Պանիկուլիտը դիտարկեք ձիվ դիագնոզի մեջ։ Ավելի մանրամասն որովայնի պատի խնդիրների մասին երևի մի հատ առանձին լայվ կանեմ, հենց որովայնի պատի խնդիրները, սոմատիկ ցավերը որովայնի, հավատացնում եմ ձեզ ահագին խոսալու բան կա այդտեղ։ Այսօրվա դրությամբ միայն պանիկուլիտ, ենթամաշկային պանիկուլիտ։ Всё, թերևս այսքանը։ Շնորհակալություն ցտեստ։